ունենք բազմաթիվ ահազանգեր, որ ընտրատեղամասերի հարևանությամբ անգամ այսպես շատ մոտ գտնվող տարածքներում տարատեսակ քարոզչական պաստառներ են տեղադրված, որը ինչպես հայտնի է օրենքի խախտում է։ Այդ թվում նաև ահազանգեր ենք ստանում այն մասին, որ կոնկրետ ընդդիմության երեք կուսակցությունների, ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդների նկարներով հակաքարոզչական թերթիկներ, թռուցիկներ եւ պաստառներ են տեղակայված եւ թափթփված տարբեր ընտրատեղամասերի հարևանությամբ։ Այս պահին մեր արագ արձագանքման մասնագետները, արագ արձագանքման խմբի մասնագետները գնում են այս ահազանգերի հետքերով։ Այսօր ամբողջ օրվա ընթացքում Բարգավաճ Հայաստան կուսակցության արագ արձագանքման խումբը հավաքագրելու եւ հետամուտ լինելու հնչած բոլոր ընտրախախտումների վերաբերյալ հայտարարությունները։ Ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, ընտրական գործընթացին մասնակցող մեր ժողովրդին, շեշտելով, որ եթե իրենք արձանագրում են տարատեսակ ընտրախախտումներ, ընտրական իրավունքի ոտնահարման դեպքեր, ապա կարող են զանգահարել 010 600 601 հեռախոսահամարով եւ ներկայացնել այդ ընտրախախտումները եւ մեր արագ արձագանքման խմբի մասնագետները հետամուտ կլինեն այդ ահազանգերի հետքերով։ Այս իրավիճակը, որը ինչպես արդեն նշեցի, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, ենթադրում եմ եւ վստահ եմ, որ ունի ընդամենը մեկ նպատակ՝ պարալիզացնել եւ խաթարել ընտրական գործընթացը Հայաստանում, խոչընդոտել մեր ազգաբնակչության ազատ կամ արտահայտման իրավունքը եւ այդ թվում նաեւ վստահված անձանց գործունեությունը, շտաբերի, ենթաշտաբերի գործունեությունը։ Կարծում եմ, որ այս գործընթացի կանխարգելման միակ հակաթույնը դա մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը պետք է լինի։ Ես ուզում եմ բոլորին, մեր բոլոր հայրենակիցներին կոչ անել, հորդորել, խնդրել, որպեսզի այսօր հունիսի 7-ին անպայմանորեն գնան քվեարկության։ Առաջին հերթին այս գործընթացը կանխարգելող միակ հակաթույնը դա ակտիվ մասնակցությունն է։